Երես, գնում ա որ գորդ համարները ատնի մեր սիրած։ Են էլ տենում ա ինչ աղբեր, ծաղվել ա։ Իսին երազանքների համարներն արա։ Ապա ճշտվել այդ համարները ումա պատկանում։ Վալամ Ալեքսյանին։ Բախաստ են ծուրախ արած։ Կարող այս մաշնի ռոլին դու ես նստում վրեժ։ Մարդկանց վախեցած աշկերը դու ես վայելում վրեժ։ Ապա չէ վսյոտիկի քո խոսալն ա ճիշտ կարմի։ Արա լավ է ես դարայտիշ խոսամ այա։ Բենեկը սպասիտինան ինչ մոմենտա հետո բան կանենք։ Աղբերս դու թող հետո կտենաս էլ ինչ մոմենտա։ Առանցին շատ ես տխրում, սիրուն ես։ Հա, Նիկա ջան, շատ ես այդտեղ մնալու։ Դա մինչև գործարս չվերջացնեմ, չեմ կարա գամ։ Բայց գոնե մի բան ստացվում ա։ Հա բա ոնց, Նարեկս շուտով կհասկանա, որ ինձանից շատ յանսիող չի ծնվել։ Ինչ ասեց հա ուրակնում։ Ես տեղյակ չեմ։ Ու ես դրա ինչն եմ ասել։ Հրա վերցրել է համարներից թռել է։ Ձեր մեքենայի համարների մասին է խոսքը։ Այ քորա։ Հա բալես։ Համովս հետո կխոսանք, հա։ Բայ։ Բարամ ջաջա, մխոն ինձ ասել էր, որ այդ համարները ես վերցնեի տա իրան, ես էլ վերցրեցի տվեցի իրան, ինքն էլ տվեց կարբիտին։ Կարբիտին։ Դե ճապիկը, չփլախիկը, մխոն, կարոն ու սումբուլիկը։ Այդքան է մի մեր տունն է։ Հա դրանք բան ու գործ չունեն։ Գնա մի անի դրանք սաղին տնից։ Հա բայց ոնց անեմ։ Ոնց ուզում ես։ Ասեմ որ դու ես ասել։ Չէ, իմ անունը չտեսան վերջ։ Գնա անի ու արի գարաժ ասա, որ անել ես իմանամ։ Հա բայց ինչ ասեմ է։ Ինչ ասես։ Տեսեք, ես ես այդ համարները կբերեմ։ Մխո, այդ առանց ինձ հարցնելու արդեն կարբիտին ես տալիս, հա։ Արա կարբիտնովա վապշե, հա։ Էլի ինգար դրանց ջրեր, հա։ Դու տղա ջան։ Էլի կուտը դու ինձ ջերից հետ արել, հա։ Մի քիչ հարմար չի, ես եսեք ես կզանգեմ։ Դու տղա ջան շուտ համարները բեր, ես տեղ պիտի գնամ, այ տղա։ Ես ալև։ Անհանգստանում հա ատացա։ Անհանգստանել էին խոսքը չի։ Նատաշա ջան, կոֆե ես ուզում տնես։ Տղեկ, որ խնդրեմ դուրս կգաք ես լողանամ։ Ահա, աղբեր, կարբիթը եկել է։ Վել է, վա բարձրացել։ Հա բայց ոնց իմացաք։ Կարբիթը մենակ տենց է կարում ես ծրի ծավը տանը։ Հայաթում է։ Դե որ այդքանը գիտեք, իրա գտնվելու վայրն եք իմանաք։ Չէ, արա գարաժում աղբեր ինչ հայատքել։ Հանգիստ ապը մենք ենք։ Ես մորքուր ասեց տեղս։ Չէ, աղբեր, նենց չի, որ դու կարաս մեզանից թաղակում բան անես ինչ-որ։ Այ ես է իրար էտ շատ մոտի կլնելու վատ կողում էր աղբեր ջան։ Կայմի, այդ համարները ատեսնյակը չի տվեն Նիկային։ Նիկան քանդ է հանել է մաշնիվորից, նենց որ ես դրանք պդի համիտամ ատեսնյակի։ Ձև չկա աղբեր։ Ոնց ձև չկա աղբեր, մարդ ասում է չեմ ծախում այդ համարները։ Մխոնա ծախել, ես էլ փողը տվել եմ։ Ով է ծախի։ Ես ասի կայնիլ եմ յատ տենանք ինչ մոմենտը, ձեղվետ կցին վեգաներ ու պոգվը։ Համարները դու թվես մարդը տանի ապետ։ Ապե ասեցի ձև չկա։ Ուշ չկա է կարբիր, ինչ ես խոսում։ Դու էդի դնելու ես քու մաշնի վրա ու ֆրաս, հա։ Սաղատեսնյակի անունով է ձևակերպած։ Դուր ես քու փողը կբերեմ կտամ հետ։ Всё, ժամանակ չկա, շուտ արա, Կարբիտ ջան, դավայ։
ասացիր խոսամատեց հետ աղբեր։ Այ մերնեմ սրտիդ, ասենք թե խոսացի ատեսնյակեր ենթադրենք, ու ինքը ենթադրենք, ասեց հա ծախում եմ, ենթադրենք եմ, դրանից ինչը դա փոխվելու կար ասասես։ Ոնց աղբեր ինչա փոխվելու։ Փոխվելու է իմ մեքենայից իջնելու ձևը։ Ուրիշ։ Մխոն նկատի ունի ձեր հարաբերությունների մեջ ինչն է փոխվելու կարմիտ։ Դե մեր հարաբերություններն են լավ անայելի աղբեր։ Այ, ինձ դրա համար էլ չեմ ուզում ասեմ ատեսներ։ Եթե համարների պատճառով բնի լավանա մեր հարաբերությունները, ավելի լավ է ընդհանրապես չլավանա։ 100% ճիշտ է ասում տղենապը։ Բարև ջան ջան։ Յա, այսօր եկե, բարև աղբեր ջան։ Հապեր Վարուժը տանն է։ Հա, եկել ես Վարուժին տենաս։ Հա, ոնց որ մի հատ գործ ունեմ էլի հետը։ Ինչ գործ։ Դե, ուզում եմ իր այդ գործ դնեմ։ Ինչ անես։ Դե, գործ դնեմ, բիզնես։ Բայց լուրջ բան եմ ասում, ինչ ես ծիծաղում որ։ Բայց ինչ լավ արիլ որ եկա, տեսակ տխուրոտ էր, արի։ Կարոտել եմ կյանքս։ Որ կարոտեիր Վարուժ, կգայր կտենայր։ Գամ ասնեմ Ռուսաստան։ Հա ինչ չի լինի։ Դու կգամ է։ Պապա։ Պապան Արտյոմն թող իրար հետ մնան։ Դե լավ կյանք, հեսա պապայիդ հետ կխոսամ տենամ, եթե ամեն ինչ նորմալ եղավ, հենց այսօր է տոմս կառնեմ կթռնեմ։ Համեն մամայի հետ կծանոթանաս։ Եղավ։ Դե լավ, հենց մի բան իմացա կզանգեմ քեզ։ Լավ։ Նայով է եկել։ Ինչ ես եկյալը։ Բարևի տղում։ Բարև։ Բարև Վարուժ ջան, հապեր ես քո հետ շատ կարևոր մի հատ գործ ունեմ, էլի։ Ինչ գործ։ Բիզնես առաջարկ ունի մարդը։ Հմո ինչ չներվային ասես, հիմիկվանից քեզ զգուշացնում եմ։ Արա կարող մարդը նորմալ բան է առաջարկում։ Հələ նստիլ է, հմբո ջան, նստի։ Դե հիմա ասա, աղբերս։ Հա, ուրեմն, հապեր ասում եմ, ինձ ամսեկան 200,000 տալիս ես, ու մենակ քո մոտ եմ աշխատում, ոչ մեկի մոտ էլ չեմ աշխատում։ Ինչ աշխատես, արա, ներվ ուտող։ Չէ, ինչի ներվեր ուտող։ Տուն մաքրող։ Որ պետք լինի ես քեզ կզանգեմ, կգաս տները կմաքրես, հետո փողոտ կտամ կեթաս։ Բեր, բայց ինձ ամսեկանա ձեր տալիս է։ Արա ամբո ներվերս շուտ ես, հա։ Բարև ձեզ։ Relax-դից։ Վեգալար։ Ով ես։ Իսկ թե ուրիշ մարդ կա։ Բայց ես ինձ պետք չի։ Վեգալար ասամ։ Դրար ջեբդ։ Լավ էլի, զորիկ ձյաձյա։ Դրար ջեբդ ասամ։ Հիմա ոնց ես քեզ զգում։ Ահա որ վատ։ Ինչի։ Թե ոնց որ երբ էր իմ ջեբից կամ փողերը որ։ Հիմա ինձ ասա։ Լսում ես ինչ եմ ասում։ Ահա ոնց չէ։ Հիմա ինձ ասում ես ով է գալում ես տունը մաքրում ու գնում։ Այդ փողը քոնն է։ Էս տունը։ Խիստ է ուրիշ տուն կա։ Չասես չգիտեմ, թե չէ քեզ էլ այդ տուն մաքրողն էլ գիտես, չէ ինչ կանեմ։
Ինչի դրար։ Թե ախր, այդ նեց ինֆորմացիա չի, որ ես ես կամ փողով ասեմ։ Վեգալար։ Չէ, ես ի նկատի ունեի, ինձ էդ էլ է շատ։ Հա։ Դե ասա։ Բայց ախր, չգիտեմ ես զորիկ ձեւ։ Լավ մտածա։ Ինչ չարած, չգիտեմ։ Այա տեսնեք, ես իրեն չեմ տվել։ Բա ով է տվել։ Նիկան, Իրենը, Անուշիկը ով ասա։ Ոչ մեկը ինքը եկա Վեգալով գնաց։ Այդ ուրեմն քեզ գցել է, հա։ Չէ, այա տեսնեք, վայ։ Արա ոչ չի արա։ Ինչը չէ, այդ տղա։ Քո հետ խոսալ չի լինում։ Ինչի քո հետ խոսալ լինում, հա։ Լավ էլի այ վրա, մի քիչ կամաց էլի։ Ուրեմն համարներս տալիս է կարբիտին, ինձ ասում է հետս խոսալ չի լինում, բա։ Դե փողը դուր որ տանեմ տամի։ Այ քո արա, հիմա ասում փող դու արա։ Այա տեսնեք, $30,000 սեղանի վրից դու չես Վեգալի։ Ես կվերցնեմ կտամ, արի վրան։ Համալներս հենց հիմա դար խփի մեքենայի վրա։ Շուտ արա այդ վրա։ Համար, դու մաշնի համար։ Որ քո համար մի հատ ուրիշ գոլդ համար առնենք չի լինի կարբիտ ջան։ Չի լինի, ինչ ասեմ ախպեր։ Ապե հասկանում եմ, որ այդ էր քո սիրածը, բայց դե ինչ կարաս անես, ընկեր ջան, արա կյանքը ախպերս ամեն ինչ էլ պատահում է։ Արի չոքլե ջան։ Արի պապազի կան ինչ այլ ես ախպեր։ Ապա ոնց է վիճակը։ Մենակ հայացքով է շփվում հետս։ Դու քնի մի քիչ հանգստանալ, հա։ Հիմա ինքը կարա քնի ախպերերը, տենց ստրես տանողը ոնց քնի։ Սենց խոսում եմ, որ գոնե մի քիչ թեթևանա։ Ապա լավ ես գնամ։ Հա, գնա, չոպլե ջան։ Դու էլ առավոտից իրիկում վազքի մեջ ես ախպեր, մենակ այդ շունիկը մի հատ քիծ էլի։ Շունիկ չէ, ապա արջուկա։ Հա, դե ինչ որ է ախպեր։ Դու մի քիչ ես փիսոյի ներքո քնի, ինչով տենակ ինչ արնում։ Բայց ասում եմ ինչ վատեղը, որ զորիկ իմացավ այդ մաքրության մոմենտով։ Ինձ թվում է հենց այն սկզբից էլ իմացել է, որ դու չես մաքրում։ Դա չէ այ ախպեր։ Ախպեր։ Բայց ես մեծ բան եմ առաջարկում։ Ասում եմ, արի մենք մաքրություն անենք ախպեր, թող իր աշկով տենա հանգստանա էլի։ Ես մաքրեմ։ Ախպեր, չեմ ասում դրանք իսկականից մաքրենք, պրոստը գիշերը դիրա զուգարան գնալու պահին բոլի հետո սկսենք մաքրել, թող տենենք։ Բարժերմի շարունակի։ Ինչ անենք ախպեր։ Դու քո աները։ Ոնց ուզում ես գնա լեզու գտի հետը։ Ինչես տխրել սիրունս, կոմեդիանեմ ուրախանաս։ Են արիր էլի։ Որը։ Չես ադեսնյակին ասե, որ լավ է ու շպտոշնի ասեք նորմալ։ Դրա համար ես տենց տխրել։ Սորի, ես չգիտեի, որ դրանով քեզ կնեղացնեմ։ Ինչ անեմ, որ տրամադրությունդ բարձրանա։ Ոչ մի բան։ Բայց ես ինձ մեղավոր եմ զգում։ Տանեմ քեզ մի քիչ մանտամարևս։ Հրիսի լրիվ կոմեդիա։ Բայց ես անկեղծ եմ ասում։ Հավատում եմ։ Գնանք։ Չէ ոնց գնանք։ Ոնց գնանք, ես ամուսնացած տղայնյակ եմ, ոնց կրանք գնանք։ Հա բայց ամուսնացածներն էլ են ման գալիս։ Չեմ հասկանում դուք ոնց եք այս պայմաններում ապրում։ Էլ ասում ես, ապրելը ո՞ւն է, յուլա ենք գնում, դինեմ ես ինչեր ենք քաշում։ Ներողություն էլի մխո ջան։ Երկու տղային եկել, Նիկային են ուզում տենան։ Չնայած ես ասեցի տեղից գնացեք, բայց ոնց որ այդքան էլ լավ չեն հասկանում, ախպերս։ Իդ ովքեր են Նիկը։ Բայց ես տեղից չեմ կարա տենամ ովքեր են։
Ես ասում եմ դու ում ես տեղիք տվի որ գանի, դու ովքեր կլնեն։ Իմ հետևից կարող մենակ մեր փոլիսը գա, բայց ես չեմ զանգել։ Արա լավ է։ Ոնց ես Նիկա ջան։ Ու ինչ չաղ։ Չաղ։ Ախր շատ չաղ։ Հա, սազում հակնեմ։ Հա, բայց մխան կթողի սենց կարճակնես։ Հա, իր համար եմ հակնում։ Հա։ Հա։ Սով, եկել ես։ Հա, անջամ, տանն ես։ Հա, գալիս ես մեր տու։ Հա, դեսի չեմ ուզում, որ Վարուժը իմանա, որ եկել եմ։ Ինչի։ Կգամ կասեմ։ Կամ դիմավորեմ։ Չէ, հեսա 15 րոպեից կգամ։ Լավ, օքեյ, արի։ Օրի շուտ արա կարոտել ենք։ Սոֆոն է գալիս։ Սոֆա։ Սմո չեմ ուզում, որ Վարուժը իմանա, որ եկել եմ։ Ինչի։ Ես շուտ իմանամ։ Տնես ինչ մտածել ես մեր ցմփորիկը։ Նիկա ջան, այդ ցավը տանեմ։ Ինչի ես դրանցից բան հարցրի։ Կամ вообще ինչի ես ծանոթացել։ Բայց ես ոչ մեկ էլ չեմ ծանոթացել։ Ոնց պետք գյադեք ասում են, որ իրար հետ կաֆեում եք ծանոթացել։ Հա, կաֆեում։ Ես ուղղակի իրանցից հարցրել եմ Մասիսարով նկար որտեղից կարամ գնեմ։ Իրանք էլ ինձ տարան վերնիսաժ, այդքան բան։ Բայց ինչի ես հարցրի։ Ես մերել էի, որ ինձ թողած իրանց ես հարցնում։ Հա, բայց այդ ժամանակ կաֆեում էի, իրանք էին, այնտեղ իրանցից հարցրեցի։ Նիկա, խրդու իմացի ումից ինչ ես հարցնում։ Դրանք ովքեր են եղել вообще, որ բան ես հարցրի։ Հենց լավ ախորժակը տեղներն եկել էին, որ քեզ տենային։ Որ տենց լիներ, ամբողջ լոսը պետքա գար մեր տուն։ Ես այնտեղ այնքան մարդուց եմ բան հարցրել։ Այ, Նիկա ջան, սա լոսը չի։ Ախր դու պետք է իմանաս ումից ես հարցնում։ Ոնց ես հարցնում, երբ ես հարցնում, ինչ փափկությամբ ես հարցնում, դրանք սաղ կարևոր բաներ են, դրանք դու պետք է հաշվար կանես, ջոգես, գցես, բռնես։ Հələ դաշը հետո էլ պետք է գաս տուն, մի հատ լավ ախպերներից էլ հարցնես, արժի թե չարժի, նոր գնաս այդ քայլին, հասկանում ես։ Նիկա ջան, ստեղ ամեն մեկին չես կարա ժպտաս, հասկանում ես։ Գյադա գյուդեք կան, որ եթե իրանց ժպտացիր, իրանք իրանց մոմենտով կջոգեն, թե քեզ կպցրին։ Իսկ եթե այդ ջոգելուց ու ժպտալուց հետո մի հատ էլ իրանց հետ խոսացիր, կբռնեն ու բիծ կքաշեն ամբից անցյալիդ վրա։ Բայց դու լրիվ կոմեդի ես։ Զորիկ ձավ, Սոֆային կարոտել եմ, ասում չգնամ այդ մոտը տենամ գամ։ Դու ես կարոտել, թե ինքը։ Ես։ Չգնացիր։ Հա, բայց ինքն էլ է կարոտել։ Չգնացիր։ Զորիկ ձա ինքը ավելի շատ է կարոտել։ Ավելի վատ քո համար։ Ավելի զորիկ ձա գնամ էլի։ Համ էլ իրան չի կարելի կարոտել։ Հա որ։ Հա, բա հղիներին չի կարելի կարոտել։ Ահա։ Հիմա սպասա։ Զանգամ են կինոմատոգրաֆիստներին ճշտամ։ Ալո, բարև ախպերս։ Լավ եմ, լավ։ Հա, դե դու ոնց կարաս լավ չլնես ծավը տանեմ, հա։ Դու այդ գործիդ մեջ։ Այդ ճիշտ է, որ հղիներին չի կարելի կարոտել։ Ստեղ մեկը կա ինքն է ասում։ Հա։ Եղավ ծավը տանեմ, դե գնա քո քաղցր գործից քեզ չկտրամա։ Բայց դու ինչ օնգրագետ մարդ ես, Վարուժ։ Արա ոնց է Սոֆան քեզի առե։ Вообще չի լինի, հա։ Չէ։ Հեսա Սոֆային է զանգամ ասեմ հերիկա մնա մոր մոտ, թող տուն գա արդեն։ Ես էլ Սոֆ ջան։ Հազիվ հասար այողի։ Ոնց է իմ ցմփորիկը։ Հələ 4-ն են, հա։ Չեն ավելացել։ Օй։
ուզում Վարուժը իմանա, որ եկել ես։ Դե սուրպրիզ եմ ուզում անեմ։ Դուք տենց ռոմանտիկն եք։ Ինչի, դուք սուրպրիզներ չեք անում։ Ամեն օր, չէ, ավելի շուտ ինչ ամեն օր։ Մխոս ինձ օրը մի քանի անգամ սուրպրիզներ անում ու մեկը մեկից սպանող։ Ապեր։ Քաջիկին վեկա շուտ արի։ Եղավ Վարուժ ջան։ Անունդ ինչ է։ Ալբերտիկ։ Ինչ։ Ալբերտիկ։ Արակը մերդը վեսանավի տեսակ ուրիշ, տեսակ ինչ-որ նրբերանք ես, ինչ-որ ելևեջ ես մցնում ու արանքը կանդում ես, վավշեմ դու կյանքի ուղի ես, Ալբերտիկ, մերդում ջանի տարա։ Մերսի։ Լավ, իսկ հլը ասա տնամ ինչ ես արել այսօր։ Ամեն ինչը պատմեմ այսօրվա հետ կապված։ Էն ամեն ինչը, ինչ որ ես պետք է իմանամ։ Լսի ճապուկ, գիտես չէ, այնքան կարևոր է, որ դու սիրում ես ինձ լսել։ Գիտես չէ, լսելը ավելի կարևոր է, քան դու խոսալը։ Այդ այսօր եմ իմացել իմ ջայլացում։ Զգացվում է։ Ուրեմն այսօր առավոտը վեր կեցա, վերկացա։ Այսօր առավոտը վերկացա ու հագնվեցի, որ գնամ։ Մի հատ այդ սկզբի մասը մի հատ առաջ ենք տալիս, հասար գործի։ Հասագործ։ Հասար գործից։ Ուրեմն հասագործի, բոլորը ասեցին, վայ, Ազիզ ես, ոնց է սիրունացել, մի տեսակ թարմացել։ Ես էլ իրանց համար բացեցի այդ թարմանալու գաղտնիքը։ Թարմանալու համար մեզ հարկավոր է մրգերի կաշին։ Կաշի։ Դե մաշկ է էլի այդ կլեպը, այդ կլեպային հատվածը։ Ալբերտիկ, շատ հաճելի է այդ ամեն ինչը լսելը, բայց արի կլինի դու դրանից հետո պատմի, էլի։ Դու չես ուզում ինձ լսես։ Հա, դու չես ուզում ինձ լսես։ Ճապուկ, գիտես, ես քեզ հարգում եմ, որովհետև դու անընդհատ ինձ ուզում ես լսես, դու սիրում ես, երբ որ ես խոսում եմ, բայց պարզում է, որ չես սիրում։ Սիրում եմ։ Չես սիրում։ Սիրում եմ։ Չես սիրում։ Սիրում եմ։ Սիրում ես։ Դե խոսալը եմ սիրում, Ալբերտիկ։ Բա երգել ես։ Հա, դե երգելդ մի հատ լրիվ ուրիշ արվեստի բնագավառ է իմ համար։ Ճապուկ, գիտես չէ, նոր երգ եմ սովորել։ Ուզում ես երգ եմ լսես, հա։ Դե ուշադիր լսի։ Քո հուրաչքինը, քո շորթերը սերենում մի նոր կյանք, քեզ երազել եմ, քեզ սպասել եմ, դու սերին պարծանք։ Դոմնա չէ։ Լուրջ եմ ասում սիրում եմ։ Երգել ես։ Համել քեզ։ Դու ինձ սեր ես խոստովանում։ Ալբերտիկ, բայց կարելի էր չհարցնել, չէ, կարելի էր սրտով զգալ։ Բայց դու ոնց կարաս ինձ սեր խոստովանես։ Ախր մենք ուղղակի ընկերներ ենք։ Ոնց որ օրինակ ես ու Վարոսը։ Ալբերտիկ, ես 1000-ից մի անգամ եմ ռոմանտիկացվում։ Ու այս դեպքը այդ 1000-ից մի անգամն էր։ Իսկ դու դրեցիր ամեն ինչ փչացրեցիր։ Որովհետև ես քեզ մինչև հիմա լրիվ ուրիշ ձև եմ ընդունել։ Իսկ դու ինձ սեր ես խոստովանում։ Ուր։ Բարի գիշեր։
Վարուժ ջան, ճիշտ ասած քաջիկը զբաղված էր, հարևանի սաղճկան են բերել էլի, որ ինքն էլ անտի մակրություն անում։ Բայց գիտի որ պետք է առանց ձեն մաքրի։ Դա սաղ ասածա, ցավը տանեմ, մնում է ասես եկեք ներս։ Եկեք ներս։ Խնդրեմ։ Ես այն նմբորն այդ աղջիկը այդ գալու է տունը մաքրություն բան անում։ Ուշադիր կլնես գնա մի քիչ քնան էլի։ Բայց քաջիկը չկա։ Չէ։ Ահա։ Ալվարդիկ, արի խոսանք, հասկանանք իրար, թողիր գնացիր յանիմ ինչ։ Ես քեզանից չէի սպասում։ Ինչը չէիր սպասում։ Ես մտածում էի դու լավ եմ մի խոսքով։ Ասենք ընկերոջը չի կարա սիրի։ Օրես ինչ եմ ասում։ Ասենք դու սերասելով ինչի նկատի ունես որ։ Բարի գիշեր, հա։ Արա կարող է լրջով սիրահարվում ես ծովակ։ Համբարձում։ Յա, հեսեք հա։ Էս ինչ ես անում ստեղ։ Մոկրություն եմ անում։ Լավ։ Բա ո՞նց էր առանց վարուժի։ Անտիր։ Հա։ Սոֆա։ Գոռա։ Ասում եմ, ուզում ես հիմա մի մտի ձեր սենյակ, հա։ Ինչի։ Վարուժը քնած է, չէ։ Ես գիտեմ որ քնած։ Չէ, ես ասում եմ ոնց որ Համասում։ Գործով զբաղվել է։ Հա։ Ասա։ Հենց հիմա մտի պարանի մեջ։ Ոյ, ասում եմ մտի պարանի մեջ։ Նիկա քնած ես։ Ինչ որ, մենք էլ գիտենք թե արդյուն ես։ Բայ Անուշը։ Բայ։ Կես ժամից հետո նորից կգնանք։ Նիկա քնած ես։ Նիկա քնած ես, Նիկա։ Մենակ եթե կարելի է թե քնեմ էլի։ Ես չգիտեի որ դու քնած ես։ Ասում եմ, բայց սիրուն եմ։ Խնդրեմ։ Երեխեք, Նիկա ինչ եք տեսել։ Չէ, հաստատ տանը չի ամենտեղ նայել եմ։ Ստացվել է։